Մի րոպե Դուրս չներեք։ Հիմա դուք մտնում եք ձեր հողատարածք։ ուզում եմ մտնեմ իմ սեփական հողատարածք։ Հիմա այս պահին փաստացի մենք գտնվում ենք ձեր հողի մեջ, Այո։ որտեղ ինչ որ մի անձ կատարել է շինարարություն, ինչ որ բան է սարքել։ Սա սարքել է անօրինական ձևով 2 տարի առաջ քարե շինություն, որի իրավունքը նա չուներ։ Սա իմ սեփական հողատարածքն է, ով կարա նման իրավունք տա այս շինությունը սարքելու։ Ես չեմ հավատում, որ ինչ որ պաշտոնյա իրան իրավունք կտա, որ ուրիշի սեփական հողի վրա նման շինություն։ Նույնն էլ նա է սարքած քարե շինություն, չգիտեմ։ Քարե շինություն դա էլ չի եղել, այս երկուսը իրար հետ 2 տարի առաջ է սարքվել։ Հիմա որ ասում եք ձեր հողի մեջ է մի մասը։ Բայց բալկոնների մասն է հիմնականում 7 կվադրատի չափով։ Մեր հողատարածքը այն ներքևով է գնում, տեսնում եք։ Հա, Այս ներքևով ոնց որ իրանք կիսել են այս պարիսպով, այդ մեր հողատարածքը սկսում է այդտեղից։ Այսինքն այս բալկոնների մասը ամբողջությամբ արդեն գտնվում է մեր հողատարածքի մեջ։ Դա արվել է գեոդեզիա, ունենք բոլոր փաստաթղթերը։ Իսկ այս ցանկապատը, որ դրվել է, պարիսպը որ շարվել է, դա օրինական է։ Դե մեր հողը վերջանում է տեղ, ես չգիտեմ, դա օրինական են իրանք վերցրել թե ոչ, ես դրանից տեղյակ չեմ։ Ես ունեմ բոլոր չեկերը, բոլոր մուծումները, հողի, գույքահարկի, բոլոր չեկերը 2006 թվականից սկսած բոլոր, նույնիսկ ջրի հարկի մուծումները ունեմ, բոլոր չեկերը ունեմ, այո, դա էլ ներկայացվել է դատարան։ Ես իմ հայրս գումար ա տվել, այս հողը գնել է։ Իմ հայրս միշտ մուծել է ժամանակին բոլոր հարկերը, որից հետո երբ որ փոխանցվել է ուժը մեզ, մենք ենք մուծել եւ մուծումները բոլոր կատարել ենք։ Ես ուղղակի չեմ հասկանում, մարդը ոչ գումար ա տվել, այս հողը գնել է, ոչ էլ մուծում արել հողի։ Ասենք ոնց են թույլ տալիս։ Պարսպապատի ինձ ուսեփականատիրոջով թղթով չթողի ներս։ Էդ էլ արդեն թող դատարանը ասի։ Ես Հովհաննես Հունանյանս հանդիսանում եմ տվյալ հողի սեփականատեր։ Ցանկապատից այն կողմ։ Ցանկապատից այն կողմ։ Դուք եք ցանկապատը քաշել։ Ոչ, անօրինական ձևով քաշել են այն մարդիկ, ովքեր որ տիրապետել են այս հողին, ուղղակի անօրինական ձևով տիրապետել են։ Հողը, որը որ գտնվում է ռետրոշին, պատշգամբի ներքևից սկսած մոտավորապես 7 կվադրատ, 7 քառակուսի մետր։ Նորատարի շենքի մասին է խոսքը։ Այո, այո։ Որոշ չափով նրանք հողային գործեր են արել եւ մտել են մեր հողատարածքի մեջ։ Հողատարածքը փաստաթղթերով պատկանում էր իմ հայրիկիս, որը մահացել է 21 թվականին, որից հետո ժառանգությամբ մենք ենք ընդունել, որից հետո մեզ տրամադրել են նոր վկայական։ Խնդրեմ։ Սա մեր հին վկայականն էր, որը հայրիկիս անունով էր։ Նոր վկայականը այո, փաստում է, որ պատկանում է մեզ։ Որից հետո Ինչու՞ չեք կարողանում տնօրինել։ Որովհետև մենք դատական գործընթացների մեջ ենք, կբացատրեմ բոլոր անօրինական գործողությունները, որը կատարվում է դատարանի կողմից։ Ես ներկայ եմ եղել 2 նիստի, ես ապշել եմ այդ ամբողջ այդ նիստի ընթացքում, նույնիսկ իմ վրթովմունքն եմ ներկայացրել։ Բոլոր գործերը, որոնք որ ապացույցներով ներկայացվում է, դատավորը դուրս է գալիս դատարանից, քարտուղարուհուն փոխանցում է բոլոր թղթերը, ասում է փոխանցի քո վստահված տվյալ անձանց, փաստաբաններին։ Ես հարց եմ տալի, ասում եմ, իսկ ինչի օրինական ձևով ինքը չի ընդունում այդ ապացույցները, որոնք վկայում են, որ այս տարածքը ձերն է։ Տարածքը մերն է։ Դատավորի անուն հասկանում։ Երիցյան Սարգիս։
Քան ժամանակ է դատական քաշքշուկների մեջ եք։ 2019 թվականից միջև էտել ա եղել, ես 2019 թվականից սկսել եմ այս գործը տանել, արդեն Այսինքն ձեր սեփականությունը, որը հաստատվում է նաև այս վկայականով, ձեր ձեռքից խլում են։ դուրս է գալիս տենց, հեսա փաստ օրինակ, ես ապացույցներ ունեմ գեոդեզիային կարև, որ հողիս մի մասով մտել են հողիս մեջ, բացի դա բոլոր նորմերը խախտել են, ես ճիշտն ասած հետա շատ եմ ուսումնասիրել, նույնիսկ եթե նման շինություն են սարքում, պետք է հեռավորություն պահեն։ Ես իմի նորմերը չեմ ուզում բոլոր ասեմ, բայց հեռավորություն պետք է պահեն։ Չպահելով հեռավորություն, փորել են, մտել են իմ հողի մեջ, բացի դա էլ որոշ չափով զբաղացրել են, ով որ երկու ծառաստ է տնկել, համարում է, որ սա իր սեփականությունն է։ Ես չեկերով կարամ Հողի մեջ ինչ որ մեկը բերել եւ ծառ է տնկել ու հիմա համարում եմ, որ Մենակ դա ծառ չի տնկել, հեսա ցույց տամ, նույնիսկ շինություն արել 2 տարի առաջ։ Նույնիսկ շինություն արել։ Ես ուզում եմ Շինություն անելու համար թույլտվություն որտեղից է ստացել։ Եթե դա ձեր սեփականությունն է։ Ես չգիտեմ թույլտվություն ստացել է թե չի ստացել։ Ինքը վերցրել է, չի ստացել։ Պարզա ոնց կարա թույլտվություն ստանա, եթե ես սեփականատերն եմ։ Ումից պիտի այդ թույլտվությունը ստանա։ Ես սեփականատերն եմ, այսինքն թույլտվություն միանակ ես կարող եմ ստանալ, քանի որ փաստաթղթերը իմ մոտ են։ Այս գործընթացի մեջ պետական կառույցների կողմից հովանավորչություն տեսնում եք։ Դե հիմա ես ուզում եմ այդ հարցը ձեզ տամ։ Այսինքն իրանք ինչ ռիսկով են այս ամեն ինչ անում, ցանկապատում են ինձ չեն թողում իմ տարածք մտնեմ։ Բացի այդ էլ հետաձգում են 2019 թվականից մինչև օրս բոլոր փաստացի բոլոր գործերը, որը որ կատարում է դատարանում, կներկայացնի արդեն իմ փաստաբանը, եթե Հայաստանի Հանրապետությունում մարդը սեփական թղթերով չի կարող մտնի իր հող, ես այսօր փաստացի ցույց եմ տալիս, որ ցանկապատել են, շինություն են սարքել, շենքը մցրել են իմ հողի մեջ, ոչ մի նորմեր չեն պաշտպանել, այսինքն դուրս է գալիս այս սեփականության վկայականները, որը որ տալիս է պետությունը, անհիմն թուղթ է։ Դե բերեք, սենց անենք, թող հերթով, հենա շենքերը սարքում են, թող հերթով այս մարդկանց տները վերցնեն, սեփականության վկայականները հեչ համարեն ու սկսեն իրան շենքերը սարքել։ Թող սարքեն, տեսնենք ուր են գնալու։ Ով է կառուցապատողը։ Ռետրոշին։ Այս ով որ կոպիտ ասած զավթել է այս տարածքը Լևոն Ավետիսյան։ Ձեր կարծիքով ձեր հողը, որ ձեզնից խլում են, այստեղ որևէ շինարարություն է ընթանալու, օրինակ նույն Դուք ո՞նց եք կարծում։ Միանշանակ, այսինքն դուրս է գալիս, էսի մի հատ լավ հողատարածք է, որտեղ որ սկսել են արդեն շենք սարքել։ Առնվազն պետական կառույցները օգնում են, օժանդակում են, որպեսզի այս գործընթացը իօգուտ Դուք ո՞նց եք կարծում, չեն օժանդակում, այսինքն այսօրվա դրությամբ ես ձայն չունեմ իմ սեփական վկայականով չեմ կարում դատարանում 2 բառ խոսելու։